Բարև բարեկամներ, Փակ TV-ն Մոսկվայում է եւ իհարկե մենք շարունակում ենք մեր հանդիպումները մեր հայրենակիցների հետ։ Իսկ այսօրվա հյուրը մի այնպիսի անձնավորություն է, որին ես բարեբախտաբար ճանաչում եմ 30 տարուց ավելի եւ գիտեմ թե ինչեր է արել այդ անձնավորությունը մեր հայրենիքի համար։ Մի մարդ, ով իսկապես կարելի ասել կենթանի լեգենդներից մեկն է մեր ժողովրդի։ Առանց չափազանցության եմ դա ասում, որտեղ ներկա եմ եղել նրա բոլոր լավ գործերին, եղել եմ ինչպես ասում են տարեգիրը այդ հանդիպումների, այն կառույցներից տեկման, որը նա արել է ժամանակի ընթացքում։ Դե երևի հասկացաք խոսքս Ռուսաստանի հայերի միության համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի մասին է։ Բարև ձեզ, պարոն։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ հանդիպել եք։ Ես չգիտեի մասին, այդքան լավ բաներ ասացիք, ես չեմ պատկերացնում, որ այդքան։ Ախր ես դա ասել եմ այդ լավերի 0.001%-ը, որտեղ դուք էլ լավ գիտեք, թե ինչերի մեջ ենք անցել։ Ձեր հետ եղել եմ աշխարհի 40-ից ավելի երկրներում եւ տեսել եմ, թե ինչպես են ձեզ ընդունում այդ երկրների նախագահները, վարչապետները, առաջին դեպքերը։ Անկամ զարմացել եմ, ախր պաշտոնական այցով չեք գնացել, ոչ էլ երկիր եք ներկայացել ինչ որ պաշտոնական առումով, բայց ընդունելությունը, հարգանքը եւ այնինչ ես վերջերս իմացա տեղի ունեցել Երևանի Զվարթնոց օդանավակայանում ձեր հանդեպ այդ շոուն, որ սարքել էին այս փուչ, այս ոչնչություն իրենց ներկայացնող իշխանությունները, ես ուղղակի ապշած էի մնաց։ Լավ ասեմ, սրանց մեջ մեկը չկա, խելքով մեկ ասի, դասեք ում եք փորձում չթողնել երկիր։ Մի մարդու ով այս երկրի համար այնքան բան արել, որ դուք դրա նույնիսկ 1%-ը չեք արել։ Եվ զարմացա, որ դուք շատ հանգիստ տարել եք։ Հարցը 1% կամ 10% անելը չի։ Հարցը նրանում է իրանց այդ պահվածքը, որ իրանց ցածրօգությունը, որ իրանք ցույց են տալիս։ Դե գիտեք, իրանց հիմնական գործը այսօրվա իշխանության հիմնական գործը իրանք ոչ թե նվիրում են, որ իրանց երկրի իրավիճակը, մեր երկրի իրավիճակը կամ ոնց ասեմ Հայաստանի Հանրապետության իրավիճակը լավացնեն, ասենք ժողովրդի կամ մեր անվտանգությունը եւ այլը, մտածեն Հայաստանի Հանրապետության մասին, աշխատեն Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի շահերին, ոչ։ Դրա համար իրանք պետք է արժեքազրկեն բոլորին։ Իրանք ուզում են ցույց տային, վախացնեն երևի չգիտեմ ինձ կամ այլ մյուսներին, որ տեսեք, մենք կարող ենք Աբրահամյան Արային թույլ չտալ մտնեն ներս։ Աբրահամյան Արան իսանցել անգամ ասեցի, եթե ես թվեմ, թե ինչեր եմ արել Հայաստանի համար եւ ընդհանրապես հայ ժողովրդի համար, Ռուսաստանի հայրենիության համար, դա հարյուր միլիոն դոլարներ է, որ անձնական ես եմ ներդրումներ արել։ Բացի դրանից Հայաստանի համար չեմ անկանի մոտ 200 միլիոն չեմ ներդրում եմ արել, որը միջի չի աշխատում։ Եվ երկրի չեմ ասում, որ դպրոցներ եմ կառուցել, հիվանդանոց, ինչ ասեք։ Ինչ ասեք մենք արել ենք։ Հայաստանի եւ Արցախի դպրոցները համակարգիչներով եք ապահովել այդ։ Այո, համակարգիչ, դա չի, հարցը դրանում է, հենց այդ է խնդիրը։ Իրանք ես էլ ասեցի ինքը գոնե մեկ խնձոր մի հատ երեխային տվել է։ Կամ ինքը իր կյանքի մեջ որց է մի գործ արել է, որ իր գոնե շո մեկին օգուտ լինի, հարևանին կա որց է մեկին։ Թե ինքը պետության հաշվին, պետության ժողովրդի հաշվին, ժողովրդի հարկերի հաշվին կարող է շո լավություններ անի։ Դա է խոսքը, դրա մասին է գնում խոսքը։ Կամ վախացնելու, ես ասեցի, ինքը պետք է վախենա։ Ես ոչինչ չեմ արել վախենամ։ Իսկ ինքը վախենալու շատ հարցեր կա, որ ինքը պետք է վախենա։ Իր արվարած քաղաքականությանը, որ ինչ որ հարում է ինքը այդ քաղաքականությունը։ Դրա համար էլ ասում եմ, գիտեք, պարոն Փաշինյան, շուտ թողեք գնացեք։ Ասում եմ, գիտեք, ինչքան շուտ դուք հայտարարեք նոր ընտրություններ թողեք գնաք, այդքան ձեր օգուտ է։ Գնացեք հանգիստ ձեր համար վայելեք, ինչ որ ունեք, ինչ որ աշխատել եք, ես չգիտեմ։ Թե չէ ինքը մնում է, ինչքան ինքը մնաց, այնքան մեծ խնդիրներ է ունենալու։ Այս Գյումրի ընտրությունն էլ դա ցույց տվեց, որ ինքը ռեյտինգ չունի։ Այն Փաշինյանի, որ ժողովուրդը ընտրել էր, այն մասը ես ընդդեղի ընտրություններին, եւ որ ընտրեցին, դա հիմա չկա այդ Փաշինյանը, եւ այնտեղ էլ հարցեր ինքը լրիվ հավաքել էր, թե ոնց է։ Ես կասկածանքի տակ եմ դնում այդ արդարությանը, որտեվ այնտեղ որտեղ որպես գրանցված էի, մենք ընտանիքով մեր բարեկամներով ձայն ենք տվել, բայց եւ որ բացեցի 4 ձայն կար այնտեղ։ Իրավունք ունեմ դա ասելու եւ կասկածելու, իրանք կարող են վերցնել եւ նայեն։ Այդ արդարությունը, բայց ասենք թե տվել են այն Փաշինյանին, որ ասում էր Ղարաբաղը մերն է եւ վերջ, մենք հայ ժողովուրդ, իմ հպարտ հայ ժողովուրդ եւ այլը, մենք տեսեք ինչ ենք կառուցելու անկախ,
Իսկ հիմա մի հատ պլաստմասայի կտոր ա վերցրել, սա է Հայաստանը։ Իր խելքով, մտքով, իր այսպես սա մակարդակը դա է, պլաստմասայի կտորն է, որ ասում է սա է, ցավոք սրտի։ Եվ բոլորից խաբելով, տեսեք այսօր ինչ վիճակի մեջ ենք։ Ասում եմ մենք անկախ ենք, այսօր ամենանկախ պետություն աշխարհում մենք ենք, ես ինչ տեսոր հարցեր ասում, ինչ է ասում, արդեն չեմ ուզում լսեմ, որտեվ դա լսելու բան չի։ Բայց Հայաստանի տասնյակ գյուղերում նստած են ադրբեջանցիները։ Հայաստանի տարածքները տալիս են, որ նա իրավունք չուներ տալու, Հայաստանի սահմանները ընդունված էր։ Անկլավ բառը որտեղից է ինքը գտե բերե մեզ բոլորից ասում, սա անկլավներ իրանց։ Բա մեր որ հայերն էին բնակվում, բայ ո՞նց իրանց հանեցին։ Չէ՞ որ մենք գիտենք, որ ժամանակ ինչ է ասել։ Ինք ուզում է պատմությունը փոխի, բայց դա իր մոտ չի ստացվի։ Դե զարմանալ պետք չի, եթե մի երկրի առաջին դեմքերից մեկը ազգային նախագահն ասում է Ղարաբաղի պարտությունը դա մեր հաղթանակն է, Ղարաբաղ Արցախ չլիները։ Եվ այսօր Արցախ բառը ընդհանրապես արգելված է այդ իշխանությունների որևիցե մեկին եթերից կամ նույնիսկ մտերմիկ զրույցում օգտագործել։ Սա պատկերացնում եք ինչ աստիճանի է, այս կադրային քաղաքականությունը, այս տահասներին որտեղից են գտել բերել այդ որ մեր երկրի։ Ես նորից եմ ասում, ցավոք սրտի շատ հարցերով մեղավորը մենք ենք եւ մեր այսօր մտավորականներն են։ Չնայած ես գիտեմ իրանք ինչ վիճակի մեջ են դրել մտավորականներին։ Տեսեք, ասենք գրողների միությունը, շենքն ենք վերցնում, աղքատության մեջ, բոլոր 6 ստեղծագործական միությունները, բոլորի հետ ես աշխատել եմ։ Իդեպ այդ միությունները, որոնց ամեն տարի հարյուրավոր, հազարավոր դոլարներ եք տալիս։ Մենք հարցը դոլարը միայն չի, միայն այդ ֆոնդերի ստեղծումը չի, հարցը որ իրանք անցկացնում են մրցույթներ եւ իրանք շահում են երիտասարդների համար մրցանակները, իրանք ստանում են, երբ դա մեծ գումար չէր, $1000, 2000, 3000 դոլար փող են ստանում։ 1000-ից ավելի միայն մրցանակների ներկնում։ Ֆոնդ ստեղծելուց մենք այդ գումարները ենք դրել սկզբից մենք։ Եվ ազգային ակադեմիայում եւ գրողների միությունում, որ այդ ֆոնդերը ստեղծի, որ բոլորն էլ մասնակցեն օգնեն։ Իսկ տեսեք ինչ արել։ Մի հատ բոլորին արժեքազրկել են։ Իրանք արժեքազրկված են, Փաշինյանը չկա, ես չգիտեմ, ել ինչ պետք է ասել են մարդուն։ Ես չեմ ուզում ոչ մի վատ բան ասեմ, հայյանք տամ կամ եսի միջ, դա եսի մարած գործերը, որ թվեմ, անդադ ասում եմ, մեկ եսի չեմ արել, Հայաստանում ներդրումներ եմ արել, կառուցել եմ 165,000 շենքեր, որ այսօր չի աշխատում միայն իր մեղավորությամբ։ Մենք պետք է այնտեղ հյուրանոց կառուցեինք, փոսը փորեցինք, եկավ կանգնացրել է։ Ճանապարհը որ մերն էր, մենք վճարել ենք կառավարության որոշումով ամեն ինչը մերն են, նույն կառավարությունը որոշումը կայացնում տալիս է ուրիշին։ Վերցնող մեղ չունի։ Ինքը տալիս է ուրիշին եւ ավելին ասեմ, քաղաքապետարանը թույլ է տալի 7 հարկանի շենք կառուցեն 300 քառակուսի մետրի վրա, որը մերը 3000 մետր այնտեղ։ Մենք ուզում ենք շենք կառուցենք, ասենք գոնե 4 սարք դուր։ Փոսը փորել ենք, 15 մետր փոսա, որ մարդիկ չգնեն, Աստված Եվրոպայի որ մի բան չպատահի։ Մեզ չեն տալիս 4 սարք, որ վերջացնենք, այդ կառույցը վերջանա։ Եվ կառուցումը դա միջազգային կարգի հյուրանոց եւ կենտրոն գործարար մարդկանց համար։ Չեն տալիս, որ բոլորը գան, որ տեսնեն, իրենց ասեն, որ այդպիսի կառույց, այդպիսի պրոյեկտ չկա Հայաստանում։ 200-ից ավել միլիոն դոլար մենք ներդրում պետք է անենք։ Գիտեք, դա այդպես բան չկա, աշխարհի վրա չկա, աշխարհի վրա։ Այ գնացեք Իտալիա, ասեք ես 200 միլիոն դոլար եմ, ինձ ամիշտ խնդրում եմ որ դգամ, ներդրում անեմ, 200 միլիոն պետությունն է ներդնում անվճար մեր պրոյեկտների մեջ։ Իսկ ինքը չէ, որտեվ Աբրահամյան Նարանը չգիտեմ ինչի համար։ Ես մինչև մա չեմ հասկանում։ Երևի նրա համար, որտեվ մեկը ուզում է ճիշտ ասի։ Այսօր ճիշտ ասելը դա իրանց համար մեծ ցավ է։ Իսկ մարդիկ արդեն վախենում են ճիշտ ասել, որտեվ չգիտեմ, բոլորի վախացնում է։ Բայց արդեն մարդիկ հոգնել չեն վախենում։ Ընտրություններն էլ ցույց այս է ցալիդելու։ Իհարկե, ես գիտեք, այսօր մեր ունկնդիրներն եմ ուզում, բարեբախտաբար զորիցից առաջ ներկա եմ եղել Ռուսաստանի հայերի միության վարչանիցին եւ շատ հետաքրքիր քննարկում էր գնում առաջիկա միջոցառումների հետ կապված ապրիլի 24 հաղթանակի 80-ամյակ եւ նմանատիպ այլ միջոցառումների։ Եւ այնտեղ տեսակապով զրուցում ենք նաեւ Ռուսաստանի տարբեր ռեգիոններում գտնվող մեր հայրենակիցների հետ, նրանց այդ համայնքների ղեկավարները պարոն Աբրահամյանի հետ ուղիղ կապի են դուրս եկել։ Եվ պարոն Աբրահամյան, ես նկատեցի, որ բոլորին առաջին հերթին հետաքրում է անվտանգության հարցը։ Դուք ասեցիք, որ անվտանգության համար մեզ լավ կադրեր են պետք։
Իսկ աշխարհում եթե ձեզանից բացի ես չգիտեմ կներեք ես ձեր աճակատին եմ ասում ձեր մասին չեմ խոսում եթե կա մեկը որը կարող է նույն Միացյալ Նահանգների ղեկավարության հետ գնալ պայմանավորվել կադրերի պատրաստման հարցում կամ նմանատիպ հարցերով երկրորդը եթե կա ուրեմն ամոթի չկա այդպիսի մեկը ես տեսել եմ թե ձեզ ինչպես են ընդունել Սպիտակ տանը ես տեսել եմ թե դուք իրար հետ եք եղել վայ ճիշտ եք ասում այդ կադրերը դուք ունենք այդ կադրերը եւ այն ֆիլմը որ իմ գործընկերը պատրաստում է հիմա ձեր 25-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Հարևանության այդ կադրերը ես կուզենայի որ անպայման դրվեր եւ արտադրվեր այդ չեմ խոսում մյուս մեծերի մասին դրեք Մակեդոնիայում հասկացրած մեր որ հեղինակը ես էի դիալոգ ցիվիլիզացիա պետությունների նախագահներ հերթ էին կանգնել ես այդման չեմ տեսել որ մտնեն ձեզ մոտ գոնե 5 րոպեով ես որպես բարեկամքի դեսպան դիալոգ ցիվիլիզացիայի հավաքել էի 12 պետության նախագահների եւ մենք քննարկում ենք որ Բալկանյան երկրի նախագահները կարողանան իրար հետ աշխատել կարողանան իրար զիջել եւ դա մեր մոտ ստացվեց բայց ինչ վերաբերվում կար ձեր հանդեպ մեր պատվիրակության հանդեպ ես ինձ ապարտ էի զգում եւ սիրելի բարեկամներ այս ամենը տեսած մարդը որ այդ բոլորի միջև ես խնդրում եմ չգովակ այսօր խնդիրը գիտեք ես ուղղակի միարթանում եմ գովալի ոչ մի խնդիր չկա օլիմպիական հանգստություն ունեք ես այդ առումով նախանձում եմ ձեզ բայց պիտի ասել ճշմարտությունը որտեվ այս ոչնչությունները որոնք գնում են դրան բերեք մի րոպե դա ամեն ինչ հասկանել է իրանք մեղավոր չեն մեղավոր այսօր մեր սպյուրտն է որ իրան թույլ է տալիս այդպիսի բաներ խոսա տեսեք ոնց են արժեքազրկում որ ցեղասպանությունը շատ մարդիկ այսօր չգիտեմ իրախան մարդկանց շատ անունն էլ չգիտեմ այսօր անհասկանալի մարդիկ ասում են գիտեք ցեղասպանությունը եղել է թե չէ մի հատ հաշվարկենք ինչքան մարդ է մահացել անես տարօրինակ այդպես տահած բաներ որ դա անթույլատրելի է իսկ մենք այստեղ ասում ենք որ ինչ ա եղել ոնց ա եղել եւ մենք ունենք գրած մենք ունենք փաստաթղթեր միայն Յուրի Բարսեղովի աշխատությունները այո 3 հատոր մոտ ես որ ասացի մոտ 15-17000 փաստաթղթեր 67 երկրներից մենք հավաքել ենք ես անձամբ այդ ինստիտուտի հեղինակը ես եմ եղել ես եմ ինքս եմ բացել ես եմ հավաքել այդ կազմը այդ իմ թիմը եւ այդ բոլորը գրել են տարբեր 67 երկրից բացի դրանից ամենակարևորը դրանից հետո մենք հավաքել ենք միջազգային մասնագետներ իրավաբաններ միջազգային մանավանդ գենոցիդի հարցով օրինակ Իսրայել Չարլին ժամանակ իրաց եզրակացություններն են տվել եւ ասել են որ դա եղել է գենոցիդ իսկ մենք ասում ենք չէ հələ մտեք եք parzենք ինչ որ մի հատ պատուհաս խելքից պակաս պատուհաս հələ մի հատ տեսնենք եղել է թե ոնց ա եղել իրոք այդքան մաս զոհվել է թե չի զոհվել այդ պատուհասները սա է այն ժամանակ եթե այ ասեմ Սերժ Սարգսյանի Քոչարյանի կամ էսի մի որսե ժամանակ եթե այդպիսի բան ասեն չգիտեմ ինչ կասեն իրանց իսկ իրանք հիմա դեպուտատներ են եսի մինչեր են այդ պատուհասները այդ ասողները սա մեր պատմությունն է բարին եւ չարը նստած նայում են երիտասարդ զույգի որ իրաց սիրահարված աչքերով նայում են համբուրվում են բան ասում է գիտեք այս չարը բարին ասում ուզում եք այնց անեն բաժանվեն այս բարին նայում է իրաց աչքերի մեջ ասում է չեք կարող դա ասում է եթե ես այնց անեմ որ բաժանվեն ուրեմն դու կանետանաս եթե չստացվի ուրեմն ես կանետանամ չարը կանետանա պայմանավորվում են որ այդպես պետք է անեն իրաց աչքերի մեջ նայում է չարը տեսնում է որ սիրահարված են չափից դուրս սիրահարվածներ են ասում է դե սիրահարվածությունը 15-ից 20 տարի ընթացքում անցնում է կանցնի կգամ ես իրաց կբաժանեմ անցնում է 15 տարի 20 տարի չարը գալիս է որ իրանց բաժանի նայում է իրանց աչքերի մեջ տեսնում է իրանց վստահություն դավերիա իրանց շքան ամեն ինչով վստահում են դավերիա ունեն իրար վրա հույս են դնում դավերիա ունեն մարդու կինու ասում չեմ կարող բաժանել շատ դժվար է այս դավերիան էլ անցնում է սա կանցնի հետ մի 20 տարի հետո գամ մի 20 տարի հետո է գալիս տեսնում մի տարիքով կին սևակած շուտ տեղ է գնում երեխաները դեռ փոքր երեխաներ են խաղում իրաց տանը բակի առաջ ասում գնամ տեսնեմ ուր է գնում տեսնում որ ամուսինը մահացել է գերեզմանոցում նստել է այնտեղ ասում որ գիտեմ թե մետ ինչ ասում ինքը իր ամուսնու զրուցում է հիշողություն պամետ հիշողություն ասում է հիշում ես Բողոս ջան որ այն ժամանակ ասեք արխիտեկտորերը շենքերը կառուցեց հիմա բոլոր քաղաքացիները հիանում են ու հիշողություն տեսնում եմ բարի դեպքերն հիշում ես ծնունդը ոնց էինք ապրում ոնց էինք լավ խոսքեր ասում ինչքան լավ կարողացար երեխաներին ժամանակ գտնել իրանց հետ այդ փոքր տարիքից զրուցելով
ճիշտ բարի մարդ, ազգասեր մարդ դաստիարակել։ Օй, ասում է, հիշողությունը մեծ է։ Ես չեմ կարող բաժանել եւ անհետանալ չարը։ Մեր յոյ մի չարություն չկա։ Անեսօր դե հուսանք որ մեր չարներ շուտով կանհետանա, որովհետեւ հնարավոր չէ այսպես շարունակել։ Պարոն Աբրահամյան, այնինչ կատարվում է Հայաստանում, վտանգում է մեր երկրի վաղվա օրը։ Արդեն վտանգված է, եթե մի քիչ էլ վտանգվի, դա մենք մեծ գինենք։ Այ Ժորժ ջան, դա քիշեք, մեծ գինենք վճարելու։ Չափից դուրս մեծ գին։ Տեսեք ինչ ասում ադրբեջանցիները, Ադրբեջանը, Ադրբեջանի քաղաքացիները, Ադրբեջանի ղեկավարը, նախագահան։ Հələ մի տեսեք ինչեր են ասում։ Այո։ Ղեկավարին էլ ասում է հարփած ծաղրածուն է։ Ինչ ասեմ պիտի անի։ Դե սրանից հետո ինչպես Ես ինձ թվում է պարոն Փաշինյանը վերջը պետք է իր համար մի հատ նստի մտածի, շատ խորը մտածի եւ ինքը իմանա, որ իր միակ ճիշտ ճանապարհը այսօր ինքը ելույթ ունենա, ասի գիտեք Ժողովուրդ ջան, ես դա միշտ ասել եմ եւ ասում եմ, ես ինչ արել եմ չկարողացա։ Իհարկե ունեցել եմ սխալներ, ներողեք, ես հիմա ուզում եմ գնամ, բերեք արդար ընտրություններ անենք, թող գան մարդիկ, որ կարող են այսօր ինչ որ կատարվում է, գոնե կանգնացնել այդ անկումը, հետո մեծ անկում, մինչև անդուտ։ Անդունից էլ մի քիչ ներքև ենք իջե։ Որպեսզի կարողանանք առաջ գնալ։ Պարոն Աբրահամյան, դուք նորից էլի բարի մարդու բանով, բարի կամքի դեսպան լինելով, բարին եք մաղթում մի մարդու, որը վաղուց Ռեբիկոնը անցել է եւ նրան չգիտեմ, սիրելի բարեկամներ, դուք էլ ինձ հետ համավետ եք, միթե կարելի է ներել մի մարդու, որը այսօրն է հասել։ Մի րոպե ձեզ բան, մենք բոլոր հայերը մեզ պետք են, բանտարկալները, որ բանտում նստած են, էլի հայ են, մեզ պետք են։ Մենք պետք է ոչ թե իրար, մենք չպետք է իրար արժեքազրկենք։ Մենք պետք է իրանց ասենք, որ փորձենք ուղղվեն, փորձենք իրանց տեղը գտնեն, փորձեն շուտ մի բան փոխել։ Այսօր եթե մենք չարություն չմտցնենք, արդեն ինքան է մտած մեր չարությունը, իրանք են չարությունը մեջ։ Տեսեք, մեր ճշնամին մենք ենք։ Սկսած Փաշինյանից առաջի հերթին, այդ չարությունը ինքը բերեց։ Ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Քոչարյանը, ոչ էլ Տեր-Պետրոսյանը։ Ես չեմ ասում, ես այդ հարցով իրանք այո, մի բարի պտուղ էին ժողովրդի լեզվով ասած։ Պարոն Աբրահամյան, դուք չեք ասում, բայց ժողովուրդը դա ասում է, որտեվ ես գիտեմ, թե նախկիններն են ինչ են։ Գիտեք, բերեք մենք հիմա ինչ էլ որ ասենք, ոչինչ չի փոխվի։ Եկեք խոսանք ոնց կանգնացնենք այս անկումը եւ ոնց կարողանանք առաջ գնալ։ Ոնց կարողանանք իրար միանալ, միաձայն, միասին, միասնական առաջ գնալ։ Ոնց կարող ենք մեր պետությունը կառուցել, ոնց կարող ենք ապահովել մեր անվտանգությունը։ Սա է, եկեք դրա մասին խոսանք։ Իրանք չեն կար, չեն անում։ Իրանք ճիշտ հակառակը քանդում է։ Այսօր իրար երկա ամեն մի վարքյան մնալը մեր ազգին վտանգ է։ Այսօրվա իշխանության։ Որից եմ ասում, պետք է շուտ գնա ինքան այդ ինքը իր համար լավ, հետո ժողովրդի համար լավ։ Դե շուտով ընտրություն է լինում։ Ընտրության, որ ինքը գնաց ընտրության, արդեն Գյումրի ընտրությունները ցույց տվեցին, թե ինչ վարկան ինքը չի շահել, Գյումրի ընտրությունները փառքա։ Կեղծիքներով գոնե համի 20-30% հավաքեցին, բայց դա ոչ մի բան չի տալիս, որտեղ մենք սիրելի բարեկամներ ձեզ հետ գիտենք, թե ինչպես անցան այդ ընտրությունները, ինչ կեղծիքներով ավտոբուսներով մարդիկ էին վերում, տանում մի քանի տեղ նորից Բերեք հիմա գիտեք անցյալը թողենք իրար հետ ասում ենք անցել են փարկաստո հիմա ամեն ինչ նորմալ է բերեք մենք խոսանք նորից եմ ասում կարողանանք միասնական իրար հետ միասին դուրս գալ եւ ասել գիտեք պարոն Փաշինյան պետք է դուք հրաժարական տաք որտեղ մենք եթե սպասենք մյուս տարի դա էլ է ճանապարհ բայց իր համար ավելի վատ է լինելու այդ ճանապարհը ինչքան գնա ավելի վատ է լինելու այդ պլաստմասայի կտորները թողինք ես ինչ ծումա պետքա ճուշ տա ժողովրդին սա է մեր Հայաստան սա է դա քո Հայաստանն է դա մեր Հայաստան չի մեր Հայաստանը իներ որ դու ուզում ես անդադ տալիս ես ադրբեջանցիներին անդադ դա խախտում է դա ոնց է խնդիրը առաջ բերել ինքն է առաջ բերել որ երբեք ադրբեջանցին չէր երազի Ղարաբաղ ստանար չէր երազում որ պետքա Հայաստանից շո մի միլիմետր հող ստանար այսի բան ինքը չէր երազում բայց տեսեք ինքը վերես տվեց եւ այս մարդ ասում է ես ազատ անկախ երկիր եմ կառուցում չի լինելու չի մնալու ինքը շատ վատ է վերջացնելու Իրանը Պարոն Աբրահամյան դե դուք ասում եք նույն բարի մարդն եք եւ ռոմանտիկ որ հավատում եք որ այս չարն էլ պետք է գնա դե լավ է որ հավատում եք ես ձեզ համար ուրախ եմ որովհետեւ ծերի բարեկամներ ոչինչ չի տալիս հիմա մենք ինչքան ոչինչ չի տալիս ինչքան չարանանք ինչքան մենք հանգիստ վիճակում
պետք է իրար լսենք, իրար հարգենք, եթե մեկ ասելիք ունի, ասի, թող ասի, այս հարցը ես ձև եմ տեսնում լուծելու։ Ես բոլոր պատասխաններն ունեմ։ Եթե թող հավաքվենք սեղանի շուրջը, կլոր սեղանի շուրջը, մենք բոլորս խոսանք, թող մեր ժողովուրդը լսի, թե ով ինչ է ասում, թե ով ինչ ճանապարհ է անցել եւ ով ինչ առաջարկություն ունի մեր ապագայի համար Հայաստանի։ Եվ ոնց է այդ ապագան տեսնում, որ ժողովուրդը լսի, ճիշտ կարծիք կազմի։ Քանի անգամ զանգարեցի առաջի Ալիկ, ասում եկեք ինտերվյու անեմ։ Ոչ մեկը թույլ չեն տալի։ Ինչ եք ասում, դա անհնարին բան է։ Իհարկե անհնարին բան է։ Ավելի այսօր հեշտ է ձեզ կոսմոս թռնեք ասել առաջարկով ելույթ ունենալ։ Ես ու գիտեմ դա ինչ է կատարվում։ Պատկերացնում եք ինչ է կատարվում։ Կամ իրանց այդ ֆեյքերը, որ իրանք տալիս են իմ մասին։ Եթե ինքի մետով է ուզում համատվի, դու գա նստի սեղանի շուրջը համատվի, այդտեղ ոնց է ինչով է ուզում համատվի։ Ֆեյքերի այդ բանակը նրա իշխանության առաջին օրվանից գործում է եւ զարմանալի է։ Ես ուղղակի զարմանում եմ, որ այդ մարդիկ իրենց խղճին դեմ են գրում։ Վաղը պատասխան եք տալու այդ ամենի համար։ Աստու առաջ բոլորը պատասխան են տալու, աստու առաջ, իրանք ես գիտեմ, հավատ չունեցող մարդիկ են, բայց դա կգա ժամ, իրանք պատասխան կտան։ Բերենք լավ էլի թողենք, անտատ անցնում ենք այդ վատ բաներին, Հայաստանը կկառուցենք, կփոխվի, մեզ գին ենք վճարելու, մեզ ճանապարհ ենք անցնելու։ Հավատում եք, որ դա լինելու է։ Ես հավատում եմ, 100% հավատում եմ։ Հավատում եմ, մենք շատ լավ ժողովուրդ ունենք։ Մենք պրոստը չարությունը մտցրել է բոլորս բոլորին դեմ ենք։ Հայ ժողովրդի շնամին այսօր մենք ենք։ Մենք արժեքազրկենք բոլորին, գրողներին, գիտնականներին, տեսեք ազգային ակադեմիան, տեսեք նկարիչների միությունը, տեսեք ինչեր է կատարվում, կոմպոզիտորների միությունը։ Գիտեք այն ժամանակ եթե մի հատ շոր դեռ ժողով էր լինում, առաջ քարտուղարներ մասնակցում։ Ինքը մի անգամ շոր մի բան ասել է, հանդիպել է նրանց հետ։ Մի հատ իսկ գրողների միության մի բան արել է, որ վիճակները լամանա։ Պարոն Աբրամյան, չի հանդիպել, որտեղ այդ մարդը ասելիք չունի, նա ինչ որ կարողացավ ի վնաս մեր ժողովրդի արդեն արել է։ Ես էլ եմ ուզում ասել ձեզ, պարոն Փաշինյան, իսկապես ժամանակն է որ գնաք։ Վաղը կարող է արդեն շատ։ Այդ հանգիստ որ ասում եք արդեն կարող է լսի, թողի գնա։ Շատ լավ է։ Դե չէ սենց բան, մեզ պետք չի դա։ Հանգիստ թողին ինքը կգա, դրան ես վախում եմ, որ ուշացնի, դա իրան լավ բանը չի բերելու։ Ինքը ինչքան ուշանա, այնքան վիճակը վատանալու է, որտեղ ինքը անտատ հանձնում է։ Անտատ։ Տեսեք, մենք չգիտենք ինչ է, ամբողջ ժողովրդին գենոցիդ անում, փսիխոլոգիական գենոցիդ։ Ամբողջ մի ազգի 10 միլիոն հայ։ Արտագաղթ։ Ես գիտեմ ինչ արտագաղթ, իհարկե ինքը ժամանակ խոսում էր, իր բոլոր ասածները, պատմության զապիսները կան, չէ՞։ Թե ինչեր է ասել, ինչեր էր ասում, ինչեր է ասել եւ ինչեր է արել։ Ճիշտ հակառակը, ինչ որ ասել է դրա հակառակը 5000 անգամ ավելի վատ։ Ոչ մի նախագահ դες բաներ չէր կարող անել, որ ինչ որ արեց ինքը։ Չկար, դες մարդ չկա, ես ուզում եմ մամատը պատմության մեջ ով կա որ հանձնել է։ Իրապետությունը այդպես չեմ կարող գտնել։ Պարոն Աբրամյան, դե լավ, ես որքան փորձում եմ ճշմարտությունը ասել, դուք անընդհատ ինձ ընդհատում եք։ Ճշմարտությունը չէ, ճշմարտությունը գիտեք չարության մեջ չի, ճշմարտությունը միասնականության մեջ է, իրար լսելու մեջ է, իրար հետ ասենք ով ինչ կարող անել, թող վերցնի անի։ Այդ դա է ճշմարտությունը։ Ամեն մեկս եթե միասնական փորձենք մի բան անելու, ամեն ինչ կփոխվի։ Հետո ժողովուրդը գիտեք, հենց Էմանուիկը բոլորը լավ են ապրելու։ Բոլորի հնարավորությունները տասնապատիկ չէ, հարյուրապատիկ մեծանալու է։ Հնարավորությունները դրսից էլ են մարդիկ գալու, ներդրումներ են անելու։ Հիմա ով գա այնտեղ ներդրում անի։ Սա ամենավատ ներդրման տեղն է Հայաստանը։ Ով գա ինչ անի, ինչ ներդրում անի։ Հիմա տեսեք ինչ ով է գալիս, տեսեք դրսից ով է եկել ներդրում արել, իր օրոք։ Թող մեկի անունը տա, մի ընկերության անունը տա։ Դրսի, բացի հայերից։ Մենք ստիված մեր երկինն է, մենք գնում ենք։ Անկախ կապ չունի։ Մեր երկինն է, մենք պետք է գնանք, մենք պետք է օգնենք։ Ես հարյուրավոր մարդկանց կվարձիրաներ եմ առել, տվել նվեր։ Ես հիշում եմ թե ինչպես։ Ես հիշում եք դուք եք նկարանում թե 300 շենք, ոնց եք բոլոր 3 ընտանիքներ ստացան օրդերները իրենց նոր բնակարանների։ Կա չէ այդ կադրերը նկարված է, մարդկանց խոսքը։ Դրա համար եմ ասում էլի, մի հատ էլ ինքը թող մի հատ խրճիտ կառուցի մեկին նվերի էլի ինչ կա։ Խրճիտ։ Թողի խրճիտ, շամպուն չեն սարքել, խրճիտի մասին է խոսում։ Լավ, պարոն Աբրամյան, ես որքան փորձեցի չարանալ, ասել ինչ որ մտածում եմ, դուք ինձ հանգստացնում եք եւ ասում եք լավատես մնամ։ Լավ, լսում եմ ձեզ։ Սիրելի բարեկամներ, դե դուք ինքներդ էլ հասկացաք, որ Աբրամյանը այն մարդն է,
որ չնայած իր դեմ այս ֆեյքերի մեծ բանակի գործունեությանը եւ ամենակարևորը որ իշխանությունները Բայց ինչի համար մեկը կարող ասել ինչի համար են հայում ախր որ ես հարյուրավոր միլիոններ դոլարներ ներեմ դրե տնտեսության մեջ ինվեստիցիայի մարե հարյուրավոր միլիոններ դոլարներ մարդկանց օգնել եմ դպրոցներ եմ կառուցել հիվանդանոց դա իմ պարտականությունը չի եղել դա իմ պարտականություն չի եղել ես Ռուսաստանում եմ ապրում իմ ընտանիքս էլ Ռուսաստանում ապրում բայց ես ինձ հայ եմ զգում սիրում եմ ժողովրդին դրա համար այն ժամանակ որ համակարգիչներ չկային տասնյակ հազարավոր համակարգիչներ էին դպրոցներին ինստիտուտներին բանակին տալիս դրա համար որ ուզում էի բանակը զորացնել դրա համար որ մենք վերում ենք այդ թռչող սարքերը որպեսզի այնտեղ կառուցեինք այնտեղ զարգացնենք դրա համար որ մարդիկ եկան այդտեղ նախագահի օգնականը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի Տրամպի օգնականը 19 թվականին եթե հիշողություն չի դավաճանում 19 թվականին եկավ իմ ընկերսը Ռուզի Ջուլյանին խորհրդական ավելի շուտ եկավ Հայաստան որպեսզի կառուցեն գիբերբեզապասности կառույցը հատեսեք ինքը չընդունեց նախարարը լավ ընդունեց խոսացինք շատ ուրախացած իրար հետ անենք շատ լավ միտք կա եւ ընդունեց Գրիգորյան Արմենը վերջում ասի բերեք մի հատ թուստորագրենք թուստորագրող չեղավ ոնց կարող էին միակ բանը որ ասեցին ասին կլինի որ Փաշինյանը հանդիպի Տրամպի հետ եւ դու հանդիպի ով ադեմ այն մարդն լացած թե գործը չի ես եկել եմ այս գործով գիբերբեզապասности հարցով իր այդ միասին եկել են գործադիտանորիններ եւ այլը մենք պատկերացնում ենք դա ինչ էր եթե մենք դա անենք այսօր ամբողջ Հայաստանը իր սահմանների մեջ էր մնում Ղարաբաղը արդեն իր տեղն էր լինելու արդեն ոչ մի այլ ձևի կետար պատմությունը իհարկե եւ այդ թղթիկը որ իրանց համար մեծ նշանակություն ունի ինչ որ ինքը պետք է ստորագրեն որ տաներ ասել մենք ստորագրել ենք ինքը ասեց ասում է գիտեք գիբերբեզապասности ֆոնդը 1.7 միլիարդ դա Պենտագոնի ֆոնդից է որսի մենք ստա բացել ստորագրեն որ այդ փող հատկացնեն մենք պետք է համապատասխան թղթաբան պայմանագիր ունենանք Փոխարենը փորձում են հիմա այդ փուչ խաղաղության պայմանագիրը ամեն գնով ստորագրել Ալիևն մեզ էլ չեն ասում թե ինչ պայմանագիրը հետո ստորագրում է որ մենք պետք է իրար դատի չտանք ինքը մեզ դատի է տալիս մենք պարտականություն ենք վեկան որ իրար դեմ դատ չբացենք ել չեմ խոսում ռազմագերիների մասին մեր ռազմագերիները դա հանցագործությունն է բոլորս ամեն մի հայ իրոք աստուարած մենակ իրանց համար պատասխանը տալ իրանք ընդեղ են նա ինքը ոչինչ չի անում դե տեսեք դա առանձին հարց է դա մեծ խնդրեմ է վերցել ամի մարդիկ այդ մարդիկ ոչ մեկը մեղ չունեն այնտեղ Ընդհանրապես ամենամեծ մեղքը ունի Փաշինյանը միայն Փաշինյանը այդ մարդիկ այնտեղ են միայն Փաշինյանի պատճառով այդ մարդիկ եղել են Ամերիկայում ես Ամերիկայում էի մի քանի սենատորի բաների հետ հանդիպման ժամանակ ասեմ չէ որ ձեր մարդիկ եղել են ձեր հետ զրուցել են չէ որ դու գնացել եք այսօր մեր այդ կինը ռազմավարի պետը Ամերիկայի ինքը Ղարաբաղ է եղել այո Բայց ինչու՞մն է բան դուք եկաք այնտեղ բայց մասի չեք ասում իրանք հանցագործ են terrorist են terrorist ով է իրանք մեզ սպանում են իրանք մեզ սահմաններում նստած են իրանք մեր երկրի մեջ մեզ սպանում են մենք մեղավոր ենք սա է մեր վարչապետը այս ձևի վարչապետը գելերն ուտեն իդեպ ես ձեզ ասեմ որ Կիրիլից խոսացի որտեվ գիտեմ նաև թե դուք ինչ եք արել դեռ 20 տարի առաջ երբ հայ օտաչուներին Աֆրիկյան գերությունից կարողացակ, չգիտեմ, հրաշքով փրկել բերել տուն մարդիկ, որոնք դատապարտված էին 15-ից 20 տարով, ոչ ոք չէր հավատում, որ հնարավոր է։ Ես հիշում եմ, այն ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ձեզ խնդրեց, որ զբաղվեք։ Գիտեք ինչի խնդրեց, որտեղ մինչև էդիասը ասում է բերեք ես զբաղվեմ, ասում չէ մենք կզբաղվենք։ Ցավոք սրտի 1-2 դեսպաներ մինինգից ստացավ, տեսան որ չի լինում, ինձ ասեցին, որ արդեն չի լինում, ինձ երբ ասեցին, որ արդեն մարդկանց դատել ենք 15-ից 24 տարի, արդեն գերագույն դատարանի որոշմամբ նստած էին, ասեցին, որ ես չկարողանամ անեմ, եւ ասեն, տեսեք, Աբրամյանն էլ չկարողանում ոչ մի խնդիր լուծի, բայց ես վերցեցի արեցի։ Բայց հրաշքով էր դա հրաշք էր։ Դա հրաշք չէ, դա գործեր մենք վերցեցինք, արեցինք։ Ֆակտիվին մի քանի օրից ցուցադրելու է մեր օտաչուների մասին պատմող այն տեսաֆիլմը, որ հեղինակը ինքս եմ եղել, գիտեմ ամեն ինչ առաջին օրվանից մինչև վերջին օրը եւ սիրելի բարեկամներ, մեկ անգամ էլ կհամոզվեք, թե ժամանակին Արա Աբրամյանը ինչ կարողացավ անել, հրաշքով աֆրիկյան գերությունից ազատեց հայ օտաչուների, որոնք հիմա իրենց ընտանիքներում են եւ վայելում են ազատությունը։
գոնե պետք է այս ամենը հիշել։ Շնորհակալ եմ այսօր։ Ես եմ շնորհակալ, ես։ Եվ ամենակարևորը տա Աստված, որ միշտ այդպես լավատես մնա։ Չարը չի կարող մեզ հաղթել, որ մենք չարանանք։ Մենք միայն պետք է հանգիստ ձևով, խաղաղ ձևով կարողանանք միասնականություն ունենալ եւ մեր այն վիճակում են անդունդից որ բերել են մեզ դուրս գանք։ Սա միայն միասնական ուժ է, թե չէ մենք ոչինչ չենք ունենա, պետք է սուպետականությունը կորցնենք։ Եղավ ես ձեզ իրոք մաղթում եմ առողջություն, հաջողություն եւ տա Աստված որ Ես էլ շատ շնորհակալ եմ իմ բարեկամ, իմ լավ ընկեր, շատ շնորհակալ եմ։ Եվ բարեկամներ, ահա այսօր այսպեսին էր Ռուսաստանի հայրենիության համաշխարհային հայկական կոնգրեսի եւ վերջո բարի կամքի դեսպան Արա Աբրամյանը, որ երբեք չի չարանում, բայց չի էլ հուսահատվում եւ հավատում է, որ Հայաստանը ունենալու է վաղվա պայծառ օր։ Եկեք մենք էլ լավատանք։ Այսօր այսքանը, ցտեսություն։